Հրապարակ թերթի տեղեկություններով հայ-վրացական դարևոր բարեկամական հարաբերություններում լարում է առաջացել այն բանից հետո, երբ Բիձինա Իվանիշվիլուն նախկին անձնական ֆինանսիստ Գյորգի Բաչիաշվիլուն հաջողվել է Հայաստանի տարածքով փախչել Վրաստանից։ Փախուստը տեղի է ունեցել մարտի կեսերին։ Բաչիաշվիլին մեղադրվում է առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակության եւ ապօրինի փողերի լվացման հոդվածներով։ Թերթի տեղեկություններով հայ-վրացական սահմանին վերջին շաբաթների խստացումներն էլ կատարվածի հետևանքն են։ Հայտնի է, որ տևական ժամանակ է հայկական ապրանք տեղափոխող բեռնատարները կանգնեցվում են Վրաստանի սահմանին, օվում գեզի անցակետ, ինչն ավելացնում է ինչպես ժամանակային, այնպես էլ ֆինանսական կորուստները։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Արցախի Հանրապետության նախկին նախագահ Սահվել Շահրամանյանն արդեն երկրորդ անգամ ծանոթում է ստացել Հայաստանի քննչական կոմիտե ներկայանալու վերաբերյալ։ Նա պետք է հարցաքննվի հունիսի 27-ին։ Թերթի տեղեկություններով նրա հարցաքննությունները գնալով ինտենսիվանում են եւ չի բացառվում, որ գործընթացն ավարտվի Շահրամանյանի կալանքով։ Գրում է թերթը։ Փաստերթը գրում է Տաթև համայնքի ղեկավար Գոռ Մինասյանն ու եւս երկու անձ ծեծի են ենթարկել Մարո Մարտիրոսյանին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց, ապա շտապօգնության մեքենայով Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն։ Արդեն Երևանում ծեծի են ենթարկվել նաեւ նրա եղբայրը Կարո Մարտիրոսյանը։ Տուժածների հայրը Վարուժան Մարտիրոսյանը զավակներին ծեծելու դեպքերը միմյանց հետ է կապում։ Թերթի տեղեկություններով Վարուժան Մարտիրոսյանը ԿՊԱ-ական է։ Նշյալ դեպքերի հետ կապված նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գոռ Մինասյանը ձերբակալվել է։ Ավելին, մեկ ամիս առաջ հենց Գոռ Մինասյանին պատկանող Տաթև ֆուդկորտում էլ անցկացվել է կրթվել է նորաձև շարժման հերթական միջոցառումը, որին Մինասյանն էլ է ներկա գտնվել։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանին վերջերս զեկուցվել է, որ երկրում պլանավորվում է լայնածավալ իշխանափոխության սցենար։ Այդ զարգացումները լրջորեն անհանգստացրել են վարչապետին, եւ նա շրջապատին հանձնարարել է ցանկացած նախաձեռնություն բնում խեղդել։ Իրավապահ համակարգը թերթի տեղեկություններով արդեն սկսել է գործողությունների փուլը։ Դրա շղթայի մեկ օղակը Սամվել Կարապետյանի կալանավորումն է, իսկ մյուսը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անանկնկալ ձերբակալությունը, որը թեև հետագայում փոխարինվել է տնային կալանքով, նրա համար խիստ սահմանափակումներ են սահմանվել։ Աբրահամյանը անգամ չի կարողացել մասնակցել Թորան հարսանեկան արարողությանը։ Թերթի տեղեկություններով այս ամենը կապված է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին այցի հետ։ Տեղեկություններ կան, որ Լավրովը Երևանում փակ հանդիպումներ է ունեցել մի շարք քաղաքական եւ գործարար դեմքերի հետ, որոնց թվում են եղել Սամվել Կարապետյանը, Հովիկ Աբրահամյանը եւ բարձրաստիճան այլ նախկին գործիչներ։ Հանդիպման ընթացքում թերթի տեղեկություններով եղել են նաև քաղաքական քննարկումներ, ինչը դիտարկվել է որպես իշխանությանը սպառնացող վտանգ։ Փաշինյանը ընդգծել է ցանկացած ուժ, որը կփորձի վտանգել իշխանության կայունությունը, պետք է արժանանա անմիջական հակազդեցության։ Արդյունքում Կարապետյանը արդեն ճաղերի հետևում է, Աբրահամյանը տնային կալանքի տակ, իսկ մյուսները հայտնվել են իրավապահների դիտակետի ներքո։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որը հեշտ չեղավ, Նիկոլ Փաշինյանին ավելի է գազազացրել։ Ժամեր շարունակ իրավապահները հրաժարվել են կատարել նրա հրահանգը, իսկ երբ կատարել են, նրա ուզած շոուն չի բեմադրվել, ասֆալտին փռել է։ Եվ չնայած Արմեն Աբազյանին հենց գիշեր աշխատանքից ազատել է, բայց էլի բավարարված չէ։ Թերթի տեղեկություններով ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանին խիստ հրահանգել է մաքրել ուժային համակարգը, բացահայտել դավաճաններին եւ անհարազատ տարերին։ Չեն բացառվում նաեւ առաջիկայում այլ ձերբակալություններ։ Թերթի տեղեկությունները վերահսկողության տակ են վերցրել նաեւ Սամվել Կարապետյանի մտերիմ օլիգարխներին եւ հետևում են, թե ով կհամարձակվի գնալ նրա ճանապարհով, ով քաղաքական հայտ կներկայացնի։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով գործարար բարերար Սամվել Կարապետյանը, որը արդեն 2 օր է ինչ գտնվում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում, պահվում է խիստ հսկողության պայմաններում։ Կարապետյանը մեկուսացված է, գտնվում է կարանտինային ռեժիմում եւ պատիժը կրում է միայնակ։ Նրա խցի դրամոտ շուրջօրյա հսկողություն է սահմանված։ Արմավիր քրեակատարողական հիմնարկը համարվում է ամենախիստը եւ ամենաբարդ պայմաններով քրեակատարողական հիմնարկներից մեկը Հայաստանում, որտեղ պահվում են եւ դատապարտյալներ եւ կալանավորներ։ Գրում է թերթը։
Հրապարակ թերթը գրում է. գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եղբայրը Տիգրան Վարդապետյանը, որը Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն էր եւ իր դիմումի համաձայն նախորդ ամիս ազատվեց պաշտոնից, աշխատանքի է տեղավորվել Հայաստանի էլեկտրական ցանցերում։ Այն հեծում, որը պատկանում է Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանին եւ որն այժմ Նիկոլ Փաշինյանը որոշել է պետականացնել։ Պարզվում է Աննա Վարդապետյանի եղբայրը նշանակվել է հեծի տնօրեն Նարեկ Կարապետյանի, Սամվել Կարապետյանի եղբորորդու խորհրդական։ Նախորդին հեծը հայտարարեց, որ իր լիակատար աջակցությունն է հայտնում ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին։ Հետաքրքիր է, այս հայտարարությանը գլխավոր դատախազի եղբայրը միացել է, ինչպես է անձամբ վերաբերվում այն ապօրինի մեղադրանքին, որի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է իր քրոջ ղեկավարած կառույցը եւ դատարանում էլ պաշտպանելով առաջադրված մեղադրանքը միջնորդում է, որ կալանք կիրառեն։ Թերթը կապվել է Տիգրան Վարդապետյանի հետ, նա լսել է հարցերը եւ ասել. «Խորհրդակցության եմ, ավելի ուշ կկապվեմ» եւ դարձել է անհասանելի, գրում է թերթը։